Էլգող պիսո էլ քաչալ շուն, եթե մեկ բնորոշմամբ նկարագրելու լինենք խորհրդարանի ապրիլ 17-ի անցուդարձը։ Պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լրեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում ուրեմն, ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի, հանգիստ, շարունակեք տիկին Վարդանյան։ Վարդանյանը խոսեց Տավուշում իր իսկ խոսքով միակողմանի զիջումներից եւ Փաշինյանի այն թեզից, թե 2024-ը ամենախաղաղ տարին էր։ Հետո հավելեց, եթե Սյունիքն էլ տան, 2025-ը ավելի խաղաղ կլինի։ Հակառակ դեպքում սահմանային գյուղերում վերջին մեկ ամսվա կրակոցները իշխանության վիճակագրությունը մի փոքր խառնում են։ Սա դուր չեկավ դահլիճում նստած իշխանականներին ու սկսվեց վեճի առաջին ռաունդը։ Հերթը երկրորդինն էր։ Ով ձեր դեմ բողոք արել, կապ չունի ինչ հարցով, տրանսպորտ, խաղողագործներ, գինեգործներ, դուք հռչակել եք ռուսի շպիոններ։ Ձեր համար Մարիա Կարապետյանը, չեմ հիշում, Մարիա Կարապետյանը, Սոնա Ղազարյանը շատ տարբերություն չկա։ Ուրեմն, ըստ էս մարդկանց ռուսի շպիոն են։ Տիկին Վարդանյան, հարգալից խոսեք, պատգամավոր։ Հարգալից խոսեք։ Դուք էլ տեղից մի արա, դուք էլ լրեք, պարոն Մինասյան, լրեք։ Դու չի դուքա ու հանգիստ դու չի դուքա այո շատ նստեք Ամբիոնի մոտեցավ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, մեջ բերեց Փաշինյանի բնութագրումն իր նկատմամբ, թե ինքն այնպիսի վարչապետ է, ինչպես Հայաստանի միջին վիճակագրական վարորդը։ Օհանյանը հորդորեց, որպես միջին վիճակագրական վարորդ առաջ նայել հակառակ դեպքում ճանապարհատրանսպորտային դեպք կպատահի։ Հետո դիմեց ԿՊ խմբակցության ղեկավարին, ասաց, եթե թանկարժեք մեքենաների միջև համեմատություն են անում, Մերսեդեսի վարորդը կարող է փակ աչքերով էլ առաջ նայել։ Քանի որ մեր մոտ անընդհատ ընդհարումներ են լինում, ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ նաեւ շատ վատ աղետալի իրավիճակ, որ ստեղծվել է նաեւ Արցախի հարցով։ Հիմա ով է Ժիգուլի վարողը։ Դուք, թե մենք ենք այդ Ժիգուլի վարողները։ Դուք եք ոչ թե Ժիգուլի վարող եք, դուք պարզապես Զապարոժեց վարող եք, որովհետեւ Զապարոժեցը նաեւ այն հայտնի անեկդոտի նման, որ թանկարժեք մեքենային հետևից մի քանի անգամ խփելով ասում է, «Էլի ես եմ, կարող ես առաջ ընթանալ»։ Պատգամավոր Սիսակ Գաբրելյանն էլ Օհանյանին առաջարկեց հրաժարվել ծառայողական մեքենայից, ինչի դեպքում անձամբ կգնի ավտոբուսի տոմս, այն էլ Զեղչով զինհաշմանդամության թղթով։ Հետո անդրադարձավ պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանում մակարոնը թանկացել է։ Մակարոնի գինը կարող է 50% բարձրացել, բայց դուք չեք ասում օրինակ հանրությանը, որ նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դուք այսօր 850,000 դրամ աշխատավարձ եք ստանում ամեն ամիս։ Այսինքն 450,000 դրամ ավել աշխատավարձ եք ստանում։ Եվ ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ ցանկացած Հայաստան խմբակցության պատգամավոր, որ պատրաստ է ինձ տալ իր ավելացված 450,000 դրամ աշխատավարձը ամեն ամիս, ես երաշխվում եմ, որ իրան եւ իր ամբողջ ընտանիքի անդամին կապահովեմ մակարոնով։ Համաձայն եք, եկեք գործարքի գնանք։ Ինչքան պետքա տամ, պետքա հետը կեչուպ եք տամ, չգիտեմ, եթե պեստոյով եք ուզում, պեստոյել կառնեմ։ Եկեք այդ գործարքին գնանք, որ դուք ասում եք գները բարձրացել են, այո, գները բարձրացել են։ Աժ-ում Փաշինյանի ներկայությամբ լեզվակռիվը տևեց մի քանի ժամ, որից հետո ելույթ ունեցավ ինքն անձամբ, եզրափակեց, որ էսկալացիա չի լինելու։ Ղարաբաղյան նոր շարժումը կործանարեր է Հայաստանի համար ու հեռացավ։ Նրան դուրս ուղեկցեցին թիկնապահները հայտնի ուսապարկով։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։